Բարև ձեզ, մեր տաղավարում է Հայաքվե միավորման խորհրդի անդամ Արեգ Սավգուլյանը։ Պարոն Սավգուլյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Սկզբից խոսենք մի փոքր մեր երկրում վերջին շրջանում բավականին շատ քննարկված մի շարք թեմաների մասին, որոնք մի կողմից իշխանությունը արդարացնում է եւ ասում է, որ դա ճիշտ քաղաքականություն է, մյուս կողմից մենք բախվում ենք, այսպես ասած, սոցիալական արդարության հետ։ Խոսքը այն մասին է, որ օրինակ իշխանությունը պարգևավճարներ իրեն բայց այսպես տալիս եւ մյուս կողմից մենք տեսնում ենք նույն իշխանությունը թոշակառուների հետ կապված, թոշակները նրանց տրվող գումարների հետ կապված հետարքի քաղաքականություն է որդեգրել։ Փաշինյանն ասում է, դե 10,000 դրամով որ ավելացնենք թոշակառուների թոշակի ինչ են անելու եւ ըստ այդ հիմքով նաեւ թոշակառուների թոշակն է բավականին նվազ, եթե համեմատում ենք իրենց պարգևավճարների հետ կապված։ Այս առումով դուք ինչ դիտանկյուն ունեք եւ արդյոք կարծում եք, որ իսկապես իշխանությունը այնպես է աշխատել, որ կարող է իրեն թույլ տալ նման պարգևավճարներ ստանալ։ Սոցիալական արդարության հիմնախնդիրը որպես սկզբունք։ Կարծում եմ, որ այս կառավարության 8-ամյա գործունեության ընթացքում բազմակողմանի կերպով տարբեր ուղղություններով խախտվել է եւ ամենացավոտը եւ թիրախայինը դա սոցիալական քաղաքականության ոլորտն է։ Երկակի ստանդարտներ է կիրառվում եւ եթե մենք տեսնում ենք նույնը օրինակ թոշակառուների նկատմամբ տածած վերաբերմունքը Հայաքվե ազգային քաղաքացիական միավորում նախաձեռնությունը գիտեք հանդես եկավ հանրային արշավով, որպեսզի կենսաթոշակները 50% բարձրացնեն։ Եվ սա բավականին լայն տարածում ստացավ։ Իշխանությունը փորձեց հակաքայլեր ձեռնարկել եւ փորձեցին այդ կերպ ֆետիշացնել այդ հետվճարի ինստիտուտը։ Նախկինում 12% էր, այժմ 20% է։ Եվ ըստ իրենց հաշվարկի յուրաքանչյուր թոշակառու պետք է ստանա 10,000 դրամ։ Դեռ մի կողմ դնենք, թե իշխանությունը նաև փորձում է վերադաստիարակել տարեցներին այն հարցում, թե ինչպես պետք է օգտագործեն իրենց միջոցները կամ խորհուրդ է տալիս բիզնես դնել։ Պարզվում է, որ 2026 թվականին այդ հետվճարի համար նախատեսել է պետությունը 20 միլիարդ դրամ, բայց մենք ունենք 502,000 կենսաթոշակառու։ Հետևաբար, եթե 10,000-ով բազմապատկում եք, դա կազմում է մոտավորապես 50 միլիարդ 200 միլիոն դրամ։ Եթե դուք իրականում ուզում եք յուրաքանչյուր թոշակառուի տակ այդ 10,000 դրամ, ինչու է 20 միլիարդ նախատեսը, որտեղ իրենք ունեն հստակ տվյալներ, որ այդ հետվճարի ինստիտուտը որպես այդպեսին չի աշխատում, որտեղ շատ տարեցներ չեն կարողանում օգտվել նույն բանկոմատներից, խնդրում են հարևաններին, թոռներին, հարազատներին, արագ կանխիկացնում են այդ գումարը եւ ըստ իրենց այսպես ասած կարիքներից ելնելով այդ 45,000 դրամը օգտագործում են։ Տնտեսագետներ կան, բլոգերներ կան, բազմաթիվ անգամ ցույց են տալի, թե 45,000 դրամով թոշակառուն ընդհանրապես ոնց է ապրում։ Եթե բաժանում ես, օրական կազմում է 1500 դրամ։ Կոմունալ վճարները, դեղերը, առաջի անհրաժեշտության ապրանքները, եթե գումարում ես, դա արդեն մի քանի անգամ գերազանցում է 1500 դրամ։ Եվ այս առումով եւ կներեք թանկացումների այն տեմպերը եւ թանկացումները, գույքահարկը, այո, այդ ամբողջը այդ ընդհանրապես կարելի ասել է դիվերսիֆիկացիան, եթե վերցնենք եւ համեմատությունները անցկացնենք, պատմական քննության ընդհանրապես չի բռնում, որովհետեւ փաստացի ստացվում է, որ այս 8 տարիների ընթացքում, որ իշխանությունը անընդհատ թմկարում է, որ իրենք թոշակները կտրուկ բարձրացրել են եւ համատական եզրեր անցկացնում 2018-ից առաջ, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ կյանքը 2-3 անգամ թանկացել է։ Հացը կրկնակի անգամ թանկացել է, այսինքն եթե տեսնում ես, թե թոշակառուն իր առաջ անհրաժեշտության ապրանքի մեջ հենց մտնում է նույն հացը։ Դեղերի մասին չասեմ։ Հիմա դեղերի մի մասը ենթադրենք իրանք կարող են ինչ-որ պոլիկլինիկաներից, պետպատվերի շրջանակներում։ Հիմա իրենք շատ կներեք, շատ լավ ներկայացնում են առողջապահության համընդհանուր ինչ վերաբերում է առողջապահության համընդհանուր ասում ես սա լավագույն բանն է մեր թոշակառուների կյանքում։ Գիտեք ինչ, սա քարոզչական շատ հետաքրքիր քայլ է, որ իրանք նախաձեռնեցին։ Ընդհանրապես այս իշխանությունները առանց պիլոտային ծրագրի սովոր են ռեֆորմներ անել, այլ ավելի շուտ չռեֆորմներ, չբարենորոգումներ։ Հիմա անցնենք նույն պարտադիր առողջապահության համակարգի ներդրման։ Նախ եւ առաջ բազմաթիվ խնդիրներ կան, որտեղ մարդիկ դիմում են
բժշկական հաստատություններ, անուններից սկսած որ չկա, ինչ ծառայություններ պետք է մատուցեն նաև այնպես չի որ այդ ամեն ինչը հստակ է եւ ամենակարևորը կարծեմ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր, որը հետևեց նաև Նիկոլ Փաշինյանի գրառմանը եւ հայտարարությանը, թե տեսեք, որ մենք կարողացել ենք առաջի անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ ծերերին, տատիկներին, պապիկներին տրամադրենք մինչև 4 միլիոն դրամ ապահովագրություն։ Եվ այդտեղ թվեր են հրապարակում։ Մոտ 57 հոգի ստացել է 4 միլիոն դրամ, սա մոտ 5 օրվա մի շաբաթվա տվյալ է։ 150 քանի հոգի ստացել է 2-ից 4 միլիոն դրամ, 800 հոգի ստացել է 1-ից 2 միլիոն դրամ եւ այլն եւ այլն։ Երբ որ միջինացված մենք այս գումարները համադրում ենք, հա, մենք ունենք 500,000 տարեց, որոնք պետք է ներգրավվեին այս առաջին փուլում այս համակարգի մեջ, հա։ Եվ ապահովագրության համակարգը նաև նախատեսում էր, որ յուրաքանչյուր մարդ, որը ստանում է 200,000 դրամից ավել, պետք է մոտ 130,000 դրամի կարգի տարեկան այդ բյուջե գումար է տալիս։ Հիմա ստացումը, նայեք, հետաքրքիր է, էլի իրանց թվային բանը։ Եթե մեր 502,000 տարեցները որոշեն 1 տարվա ընթացքում դիմեն եւ չենք ասում 4 միլիոն, դիցուք միջինացված 1 միլիոն դրամ, հա, ենթադրենք իրանք ծախսվի իրանց ապահովագրության վրա, ապա մենք այնտեղ ստանում ենք հարյուրավոր միլիարդ դրամներ։ Հիմա եթե դուք բազմապատկում եք 200,000 աշխատողից պետքա գանձվի 130,000 դրամ, դա մոտ առապես անում է 26 միլիարդ դրամ։ Իսկ այն գումարը, որը պետքա տրամադրվի տարեցներին, կարող կազմի 500 միլիարդ դրամից ավել։ Իսկ մոտ 25-30 անգամ ավել։ Զուտ առանց շատ նեղ մասնագիտական ծավալումների։ Չհաշված էլ որ երեխաներին էլ իրանք պետ պատվերով պետքա սպասարկեն։ Այստեղ կարող նաև ասեմ, որ նախկինից ինչ որ գումար կար եւ այլն։ Այսինքն այն թվերին, որը դու փորձում ես թեթև կպչել ու վերլուծություն անես, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն համակարգը փլուզվում է։ Համակարգը փլուզվում է եւ պետական բյուջեն ուղղակի կարող է սեպտեմբեր ամսին պայթի։ Իրանք կարիք ունենան լրացուցիչ միջոցներ ներգրավելու։ Եթե հիշում եք սեպտեմբեր պետք չի, մինչև հունիսի 7-ն է պետք։ Իհարկե, իրանցը պետք է մինչև հունիսի 7, մինչև ընտրություններ, դրանից հետո նաև այլ ծրագիր ունեն, օրինակ նպաստառուների հետ կապված հուլիսի 1-ին ավելի խստացվում է։ Եթե դու օրինակ կարող ես հեռախոսային լիմիտ լինի, գերազանցես պայմանական եմ ասում, եթե 10,000 դրամ եւ ավել, եթե քո անունով գույք կա, թեկուզ փչացած մեքենա կա, չօգտագործված հողամաս կա, այդ մարդկանց նաև նախատեսվում է, որ այդ նպաստների համակարգից պետքա դուրս հանեն։ Իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետություն բազմաթիվ փաստաթղթային խնդիրներ կան, սկսած դատականից, այսինքն խնդիր կա, որ այդ նպաստացող ինքը ուղղակի ֆիզիկապես չի կարող լուծի։ Կարա դատական համակարգի հետ կապված լինի, այստեղ փաստաբանի պետքա վճար տա եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ստացվում է, որ գույքահարկը բարձրացրեցին, աղբի վճարը բարձրացրեցին, այդ մարդը նպաստառու է, հիմա ստիպված է երկրաչափական պրոգրեսիվ ինքը վճարումներ կատարի։ Պետությունը նայում է ինքը ենթադրենք դիցուկ ամսական 35 կամ 40,000 դրամի օգնություն է նպաստատարի այդ մարդուն տեսնում է որ տարեկան ինքը մի քանի 100,000-ի գույքահարկ է վճարում կամ աղբի վճար։ Ասում դու ո՞նց ես կարողանում ես գումարներ վճարել։ Դրա համար առաջարկում է տունը վաճառել եւ գնալ այլ տեղ ապրել։ Այո, առաջարկում է վաճառի գնա մարզերում, հետո կյանքը ավելի կծանրանա, պետքա վաճառ ուրեմն տոմս առնես եւ երկիրը լքես։ Եվ փաստացի նաեւ վարչապետի այն կարգախոսը, որը ինքը ասում էր այստեղ հաց, այստեղ կաց, դա էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև գնում ենք դեպի սոցիալական անդունդ։ Նույնը օրինակի համար, նայեք, աղքատության հետ կապված 21 թվականին կառավարությունը որդեգրել էր այսպիսի քաղաքականություն, որ պետք է 50%-ով աղքատությունը Հայաստանում կրճատի։ Իրանք ստանձնել են 23%, հիմա 21.7-ից ճիշտ եք ասում, 22%-ը։ Դա մոտավորապես 650-ից 700,000 է։ Դա պաշտոնական է, ոչ պաշտոնապես, միշտ թվերը ավելի մեծ են եղել։ Իմիջիալից կներեք, իրենց ծրագրում ֆիքսված է, որ իրենք հենց այդ տոկոսը պետք է իջեցնեին շեմը, բայց փաստորեն չի ստացվել։ Չի ստացվել եւ երբ որ վարչապետին հարց են ուղում, ինքը ափերից դուրս է գալի եւ հայտարարում է, որ աղքատությունը ձեր ուղեղում է։ Այսինքն, եթե դու չես աշխատում, դու 65-70 տարեկանից չես ուզում բիզնես դնել, ձեռներեցությամբ զբաղվել, ես ինչ մեղավոր եմ։ Նույն տրամաբանությամբ, օրինակ Արսեն Թորոսյանը ասում է, ադրբեջանցիները, որ մտել են Հայաստանի սուվերենիտետը, ասում են, ես եմ մեղավոր։ Կառավարությունն է մեղավոր։ Այսինքն, այս անպատասխանատվության զգացումը եւ մեր բնակչության նկատմամբ բացի թողի վիճակը նույն կերպ անդրադառնում ենք, վերադառնում ենք սոցիալական արդարության, բացակայության կոմպոնենտին։
Հələ չասելով հանդերձ, որ նույն այդ արդարությունը արդարադատության համակարգում արդեն վերածվում է իրավականի, հա, իրավական մենք սահմանադրությամբ իրավական, սոցիալական, ինքնիշխան ժողովրդավար պետություն ենք։ Բոլոր 4 սկզբունքներն էլ այս իշխանությունները 8 տարվա մեջ խախտել են բազմակողմանի կերպով։ Մեծ հաշվով կարող ենք ասել բոլոր ոլորտների հետ կապված արդարության դեֆիցիտ ունենք մենք։ Այո, հիմա նույնը նայեք, սոցիալական քաղաքականությանը անդրադառնալով Արսեն Թորոսյանը մի 5 օր առաջ էր, 3 օր առաջ էր հայտարարեց, որ մենք ամեն ամիս 10,000 աշխատատեղ ենք բացում։ Եվ ասում է, որ մենք արդեն 300,000 աշխատատեղ բացել ենք։ Այսօր հենց ֆիքսեց, որ այո։ Դա իրանք 90 ամիս կառավարությանը պետք է 900,000 բացած լինեն։ Այսինքն, եթե ինչ որ մի հայտարարություն անում է ինքը նախարարը, եւ գիտեք ինչ, ընդունեք 300,000-ը բացել են, բայց ինքը չի ասում այդ 300,000 աշխատատեղում մարդիկ աշխատում են, թե չեն աշխատում։ Նույն այդ պաշտոնական տվյալներով 180,000 գործազուրկ ունենք։ Գիտեմ, իրականում կարանք ավելի շատ ունենան։ Բայց եթե դու բացել ես 300,000 աշխատատեղ, դիցուք իրոք բացել ես, հավատում ենք այդ տվյալին։ Կա 180,000 բանը գործազուրկ։ Նշանակում է կա անհամեմատություն, չէ՞։ Մենք ունենք նաև կրթական եւ աշխատաշուկայի, կրթության եւ աշխատաշուկայի մեծ տարբերություններ, հա։ Եվ այս առումով մեր կրթական համակարգում էլ այն նույն այդ արդարության դեֆիցիտը կա, շատ մարդիկ սոցիալական իրավիճակի երիտասարդներ ելնելով կրթությունը վճարովի է, չեն կարողանում ենթադրել բու ընդունվել կամ ավարտել։ Այս առումով էլ իրանք ծրագիր ունեն։ Ասում է կրթությունը անվճար ենք դարձնելու։ Մի քիչ եթե նայում ես իրանք նախկին որդեգրած Չէ, իրանք կրթվելու հետ կապված հատուկ արշավ ունեն, կրթվել է նորաձևը, գիրք կարդացեք, կրթվեք, որ նորաձև դառնաք, դա արվում է ընդ որում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի հովանավորությամբ եւ բոլորիս անդադ իրենք ասում են կրթվեք, նորաձև է դա։ Դե ես կարծում եմ, որ ճառերի հռետորաբանության ժամանակաշրջանը իրանց առումով անցել է։ Իրանք բավականին երկար ժամանակ ունեն, իրանք արդեն հնացել են, իրանք են հինը, որ այս 8 տարում կարողանային ինչ-որ ռեալ բան ժողովրդի համար անեն։ Գիտեք, վերջի շրջանում շատ են իրանք խաղարկում այդ խաղաղության գաղափարը, բայց այդտեղ էլ մենք լուրջ բաց ունենք։ Եթե դու ներսում չունես սոցիալական համերաշխություն, եթե դու չունես ներքին խաղաղություն, դու ո՞նց ես հայտ ներկայացնում արտաքին խաղաղության կամ անվտանգության հարցերում լինես տարածաշրջանում չակերտել, ասեմ, առաջատար։ Եվ լինես խաղաղության, միջազգային խաղաղության բաստիոն, առաջ ժողովրդավարության էր, հիմա խաղաղության էր, եւ փորձես այս գաղափարը այնքան ֆետիշացնես, որ դու առաջատարն ես։ Դու առաջի հերթին ներքին խաղաղությունը, սոցիալական համերաշխության հարցը լուծի։ Դու գնա ոչ թե Վաշինգտոնում ճանապարհներ Թրամփի ուղիղ հռչակագիրը ստորագրի, դու մի հատ սոցիալական համերաշխության հռչակագիր փաստաթղթի տակ փորձի ստորագրես, երբ որ 8 տարվա ընթացքում դու հասարակությանը բաժանել ես տարբեր շերտերի։ Նախկիներ, ներկաներ, հիմա էլ անցել են եկեղեցուն հարվածելուն։ Այո, այդ արդարության պակասը նաև կա տարբեր ինստիտուտների նկատմամբ, կրթականից սկսած հոգևորից ավարտած։ Եվ եթե դիտարկում ենք իրանց ողջ 8 տարվա քաղաքականությունը, ոչ միայն սոցիալական ոլորտում, այլև սկսած արտաքինից, պաշտպանականից եւ այլն, իրոք մեծ հարված են հասցրել։ Նույնիսկ այն հարցերը, որ իրականում իրանցից կախված էր, իրանք չեն լուծել։ Լավ, հասկանում ենք, որ իրականում ոչ պատերազմի օրակարգն է այս իշխանություններից կախված, ոչ խաղաղության։ Գերտերությունները այսօր աշխարհում կատարում են վերաբաժանում, ազդեցությունների նոր գոտիավորում, եւ այս ժամանակահատվածում դու անընդհատ առաջարկներ ես ստանում։ Շատ շեղվելով թեմայից ուղղակի նշենք, ունեցել ենք նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն պայմանագիրը 2020 թվականին եւ հիմա 2025 թվականի նույն այդ Վաշինգտոնի հռչակագիրը։ Երկու փաստաթղթեր։ Իսկ դա էլ է համարում կապիտուլյացիոն։ Ես ասեմ ինչ եմ համարում։ Մենք ունենք երկու փաստաթուղթ, որտեղ տարածաշրջանային դերակատարները համամասնորեն ներգրաված չեն։ Օգոստոսի 8-ի մեջ ներգրաված չի ոչ Ռուսաստանը, Իրանը, թեկուզ եթե հեռակայացնենք նաև Չինաստանը, որ էլի այս տարածաշրջանում շահեր ունի, բայց մոտիկներին վերցնենք, հա կոնկրետ Ռուսաստանը։ Իսկ նոյեմբերի 9-ի մեջ ներգրաված չի Վաշինգտոնը։ Այսինքն այս պարագայում ինչ ունեն անելու։ Եթե դուք իրականում խաղաղության ջատագով եք, դուք պետք է հասարակության հետ լինեք ազնիվ,
պետք է լինեք անկեղծ եւ թափանցիկ։ Եվ ասեք, որ դուք ստորագրել եք կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի տակ կան բազմաթիվ այլ թղթեր, որի մասին մենք գաղափար չունենք, բայց հիբրիդային մեկ ոչ միայն հրապարակավ, այլ թղթեր եւս կա կուլիսային, միանշանակ եւ դրա ապացույցը եկեղեցու դեմ արշավն է, հարձակումն է։ Դրա վառ ապացույցը իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Դրա վառ ապացույցը պետություն եւ Կարծում եք դրանք դրսից են թելադրված։ Միանշանակ պետություն եւ հայրենիք հասկացությունների հակադրումն է, որ այս 29000 հիմա վերջի անընդհատավյալները փոխում է 29800-ից հետո 743 պայմանական 29800-ն է, որ սա է մեր ունեցած բանը, տարածքը, հայկական sense ասած տարածքը, եւ դրանից զատ ոչ միայն հավակնության խնդիրը, այլ դու պետք է ընդհանրապես չմտածես։ Բայց նույնիսկ դա չկա, որովհետեւ հիմա օկուպացված է Հայաստանի տարածքը։ 20000 հեկտար Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացված է եւ ես քիչ առաջ նշեցի Արսեն Թորոսյանը ընդհանրապես պատասխանատվություն չի զգում, ավելին հայտարարում է, որ նույնիսկ կառավարությունը պատասխանատու չի դրա համար Ադրբեջանն է գravel է։ Իսկ նույն տրամաբանությամբ կարա վաղը չեմ ուզում այդ երկրի անունը նշեմ, լավ, ինչ որ X երկիր Սյունիքը գրավի, պայմանական եմ ասում, իրանք ասեն մենք ինչ կապ ունենք սրա հետ։ Այսինքն եթե դու պատասխանատվություն չունես քո երկրի անվտանգության, քո բնակության, սոցիալական քաղաքականության եւ մնացածի հետ դու ինչ ես անում։ Ինչ ես դու ապարքեվավճար ստանում։ Քո աշխատավարձը 7-8 անգամ գերազանցող եւ համարձակվում եք հանրության առաջ լկտիաբար հայտարարեք, որ բանը մենք արժանի ենք այդ աշխատավարձին։ Արդարադատության ոլորտը օրինակ ինչ արի արդարադատության նախարարը, որ ստանում է 7 կամ 9 միլիոն դրամ ապարքեվավճար։ Այսինքն ինչ ան օրական 72 ժամ աշխատում։ Ես նաև մտածում եմ 300,000 աշխատատեղերը նախատեսել են ոնց կարա այդ 180,000 այդ թվաբանության մեջ փորձում էի բան անել, մի քիչ որ քաղաքական բանը սարկազմով նայենք հարցին, երևի նախատեսել են, որ մարդիկ 2-3 տեղ պիտի աշխատեն, ավելի շատ հարկ վճարեն, այդ հարկերի հիման վրա էլ իրանք նոր ապարքեվավճարներ պետք է ստանան։ Բայց այս ամբողջ քաղաքականությունը, հատկապես վերջի շրջանի սոցիալական քաղաքականությունը, բնականաբար գնում է նախընտրական տրամաբանության։ Այսինքն նույն բանակը կրճատել է 25%, այ ինչ լավ է, եթե նախկինում ծառայել, այո, 24 ամիս, բան է, հիմա 18 ամիս ալի։ Դե խաղաղություն է, պարոն Սավգուլյան, գուցե դրա հիմքով են ասում այս բայդրությամբ կրճատենք։ Գիտեք ինչ, իրենք ասում են խաղաղություն են, բայց երբ որ ասում են պետական պարտքը հասել է 14 միլիարդ 200 միլիոն դոլար, ասում է մեր օրոք 8 միլիարդ է հասել եւ վարչապետը ասել զենք են գնել։ Հիմա հարցը դու խաղաղության պատրաստում ես զինվելով, այսինքն դու գնում ես ինչ որ պարադոքսալ պատերազմող խաղաղության արահետով, որը էլի է հասարակության համար ընկալելի չի։ Եթե դու 8 միլիարդի զենք ես արել, որտեղ է այդ զենքերը, Պաշտպանության նախարար կարծեմ Սուրեն Պապիկյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ցանկացած պահի կարող եք գալ տեսնել։ Լրագրողը բանը զինամթերքի հետ շուկային տիրապետում է, որ գաս մի 3-4 անգար բացես պայեսներում ցույցը, դու խո հաշվետվություն չես տալու այդ առումով, բայց ակնհայտ է։ Բայց մենք գիտենք, որ դուք 8 տարում ես վերջերս տնտեսագետներից մեկը հրապարակեց 1 միլիարդ 200 միլիոն դոլար ապարքեվավճար եք տվել։ 8 տարվա մեջ էս։ Այսինքն դուք այդքան ապարքեվավճար եք տվել բանը պետական պաշտոնյաներին։ Եվ գիտեք ինչ, ապարքեվավճարը իրականում իրանք սարքեցին զավեշտ։ Պետական համակարգում պիտի լինի բոնուսային համակարգ եւ այն աշխատողը, որը ամսական կամ եվրոպական կտրվածքով ցույց է տալիս ինովացիոն մոտեցում կամ կարողանում է գերակատարել կոպիտ ասած սովետական հասկացություն կամ պլանը իր գերակատարել, այդ մարդու տրամադրվում է բոնուս։ Եվ հանուն այդ բոնուսի մնացածն էլ տեսնում են, որ այս մարդը աշխատեց, հա, իր նախատեսվածը միջև 6-ը մի 2 ժամ էլ ավել մնաց, բայց իր գործը ավարտեց, կամ բանը նորարարական մոտեցում ցույց տվեց, նախինում էլ ա եղել ապարքեվավճարների ինստիտուտն էս չի, որ կապված է մենակ Փաշինյանական կառավարության հետ։ Օրինակ Ֆիննախում ես հիշում եմ, կարծեմ 2014-15 թվականներ 5 միլիոն դրամ մեկին ապարքեվավճարին տվել, դա սենսացիա դառավ, թե ավել, բայց նախարարն էլ չեմ հիշում, հիմնավորեցին, որ այս մարդը պետական բյուջեում կարողացել է 5 թե 15 միլիարդի արդյունավետություն ապահովի հիմնավորված, դրա համար իրան տվել են ապարքեվավճար։ Ընդունեք դա ճիշտ է։ Լավ, բարի։ Եթե մենք կարողանում ենք, ունենք այն կարգի պետական պաշտոնյաներ, որոնք կարող են առաջարկել պետական պարտքի արդյունավետ կառավարում, իսկ պետական պարտքի սպասարկումը անցած տարի կազմել է 2 միլիարդ դոլարի մոտ։ Այսինքն այս գումարները, որ դու նայում ես, իրանք միևնույն ժամանակ գովում են իրենց գլուխ, ասում են մեր օրոք բյուջեն շատ մեծացել է։
Բայց ասենք որ նաև պետական պարտքի սպասարկման համար $2 միլիարդ փոխտել է, որը մտնում է նույն բյուջեի մեջ։ Բայց ասում են վերահսկելի է ռիսկերը պետական Գիտեք ինչ, նայեք, օրինակի համար շատ չգնանք, ես չեմ սիրում մեր երկրի համատությունները գնանք դեպի Ճապոնիա, օրինակ զարգացած երկրներ, բայց շեմը մոտարպես 50%-ն է, որ պիտի հնայ 50%-ը չգերազանցի, հա։ Մեր մոտ արդեն գերազանցում է, բայց երկիր կա, որը գերազանցում է 2-300%-ով։ Օրինակ նույն Ճապոնիա, բայց ինքը տեղավորվում է դրա մեջ, ունի զարգացած տնտեսություն ու ունի ինքը հստակ պատկերացնում է, այսինքն այդ ռիսկերը իր մոտ կառավարելի է, բայց կարող է քո մոտ 45%-ը լինի, կառավարելի չլինի։ Իսկ այս քաղաքականությունը, որ իրանք տանում են, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, լրիվ այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Եվ բնականաբար հատկապես մեր բնակության նկատմամբ իրանք իրոք ազնիվ չեն։ Կարելի ասել իրենք այլևս ժողովրդին չեն սիրում։ Կարելի է նաև պնդել, որ ատում են։ Ատում են, որովհետև որոշում են, որ իրանք կարող են թոշակառուի բյուջեն կառավարել։ Ատում են, որովհետև կամայականորեն կարան հարկային քաղաքականությունը վերածեն հարկային ահաբեկչության եւ հարվածեն փոքր եւ միջին բիզնեսին։ Ատում են, որովհետև հրապարակում են կեղծվել, թե տնտեսությունը անընդհատ աճ է։ Այդ տնտեսության աճը ազգային վիճակագրական այդ ծառայության պետը քանի տարի չի փոխվում։ Նույն տվյալները ասած հրապարակում։ Տնտեսությունը աճել է անկեղծ ասած, գիտեք ինչ, ես ոնց եմ հասկանում, որ բնակչության կենսամարտակարգը բարձրանա, չէ։ Եկեք այդ թվերը կապենք աղքատության հետ։ Եթե դու ունես 650,000-ից 700,000 ակտիվությունը տնտեսության 24 թվականի 25 թվականի 24-ի համեմատ 91% էր։ Բավականին բարձր թիվ էր։ Խնդիրը գիտեք որն է։ Իրանք կարող ասեն վաղը մենք ունենում ենք 15% տնտեսական աճ։ Բայց մեր կյանքում մենք Մեր կյանքում, մեր շրջապատում մենք պետք է այդ փոփոխությունը զգանք։ A կետից գումարը եկավ, B կետից դուրս եկավ։ X մարդը հարստացավ, շատ դեպքերում ասում են, գիտեք ինչ, ինչ եք տենց դիտարկում, եթե մարդը երկրորդ գործարան, նա կառուցում դա լրացուցիչ աշխատատեղեր ապահովում եւ այլն, բայց մենք թվերը համադրում ենք։ Դուք ստեղծել եք 300,000 աշխատատեղ, բայց մենք ունենք 180,000 գործազուրկ։ Հա։ Դուք ասում եք տնտեսության ոլորտում, տնտեսական ոլորտում մենք աճ ենք արձանագրում, հրաշքներ ենք բանանում, չգիտեմ, հրաշքների ենք հասնում եւ այլն, բայց հաստատի դուք ունեք էլի 650,000-ից 700,000 աղքատ մարդ, ինչի աղքատության դեմ դուք չեք պայքարում։ Չեք կարա, դրսում չեք կարում այդ պատերազմը մղեք, երկրի ներսում մղեք աղքատության դեմ պատերազմ։ Եվ այդ ուղղությամբ ինչքան ուզում եք ձեզ դափնեպսակներ բանարեք։ Ինքներդ ձեզ ձոնեք, պարգևավճարներ տվեք, թող տան պարգևավճար։ Նախարին թող տան իր աշխատավարձի 30-ապատիկի չափով պարգևավճար, թող կրճատեն 50%-ով աղքատությունը։ Ոչ մեկ ոչինչ չի ասելու, բայց իրապես կրճատել, հա։ Մենք իմանանք, որ ունենք 700,000 աղքատ մարդ, հիմա ունենք 350,000 մարդ, դրա համար Արսեն Թորոսյանը ստացել է օրինակի համար 30 միլիոն դրամ պարգևավճար, թող ստանա։ Այդտեղ հակառակը կլինի, եթե Այսինքն արդյունք ցույց տա։ Իհարկե, թող արդյունք ցույց տա։ Արդարադատության ամեն մի գերատեսչության ղեկավար հպարտանում է, ասում է իմ կատարողական այս տարի բավական բարձր է։ Մի քանի օր է նախարարները ասուլիսներ են տալիս եւ իրենց աշխատանքից բավականին գոհ են եւ օրինակ 3 հետ չեմ սխալվում, տարածքային կառավարման նախարարն ասում էր, որ շուրջ 93-4%-ի կատարողական ունեն։ Գիտեք ինչ։ Եթե կառավարություն ունի ծրագիր եւ ընդունենք վարչապետը խնդիր է դնում, այստեղ երկու բան ունենք։ Կամ իրանք չեն հասկանում ինչ խնդիր են դնում։ Կամ այս մարդիկ այն խնդիրը, որը դրված է, իրանք իրոք 95%-ով ապահովել են։ Բայց դրա հասցեականությունը մենք որտեղ ենք տեսնում։ Եթե բնակչության ժողովրդի կյանքում էական տնտեսական փոփոխություններ տեղի չունենում, հա, օրինակ տարածքային կառավարման ոլորտում իրանք կարան տարբեր բարեփոխումներ անեն, դրա ազդեցությունը մենք 10-15 տարի հետո զգանք։ Բայց սոցիալական ոլորտը շատ զգայուն է։ Նույնը եթե այդ ապահովագրությունը ընդունենք լիարժեք ձևով կիրառվի, ոչ թե այն տարբերակով, որ վարչապետը մի կողմից զգուշացնում է, որ արտադիր ապահովագրության համակարգը դնում ենք, բայց խնդրում ենք մեր տարեցներին միանգամից չգաք հունվար-փետրվար ամիսներին օգտվելու։ Չգրոհեք, հասկանալով հանդերձ, հա, որոշակի հումորի տարր է տալի, բայց հասկանալով հանդերձ, որ հանգարցակ այդ ծերերի 25-30%-ը որոշեց օգտվել, իրանց մոտ ֆինանսական կոլապս է ելել, բյուջեն պայթելու է։ Պիտի ինգներների բարձր տոկոսադրույքով պետական պարտքը մեծացնեն։ Այս անգամ էլ ասելու են, գիտեք ինչ, առանց զենք ենք առում։
Հիմա ձեր ապահովագրության հասն եք լուծում, ախր չի կարելի։ Եթե դու այս ընթացքում քո նախընտրական քարոզարշավը կառուցում ես լրիվ պետական բյուջեի հաշվին եւ փորձում ես այդ ստացած աստղաբաշխական պարգևավճարները ժողովրդական լեզվով ասած ջրել կամ ինքնամաքրվել, այն տարբերակով, որ հայտարարում ես, որ տարեց, այս ինչը եթարեք ստացել է 4 միլիոն դրամ։ Ինքն էլ է ստացել ի պարգևավճար։ Սա է էլի դնում։ Կամ բանակը խաղաղության օրակարգի շրջանակում բանակը դու կրճատում ես եւ ասում ես այդ երամսյա հավաքների բաները զինվորները կփոխարինեն 18-ից 20 տարեկան մշտական մարտական պատրաստություն անցած զինվորներին։ Չի կարելի։ Ես երամսյա հավաքների նախանցած տարի մասնակցել եմ, այնտեղ մարդիկ կա, որ կյանքում դիրքային ծառայություն չեն տարել, բայց այդ մարդը 15 օր պետք է մնա բանում, մարտական հենակետում ու ծառայություն իրականացնի։ Դուք ում եք ումով փոխարինում։ Ավելին, մենք այսօր սահմաններում բազմաթիվ խնդիր ունենք եւ խնդիր ունենք բանի թվականակի։ Այսինքն նույնիսկ չի որ Այսինքն անտրամաբանական է այդ կրճատումը։ Միանշանակ անտրամաբանական։ Ես չեմ բացառում, որ ընտրություններից հետո, եթե իրանք X կամ Y նորից հետ վերադառնան։ Այո, որտեղ խնդրեմ է։ Դուք այսօր այդ մարդուն աշխատաշուկայից եք կդրում տանում։ Հսկայական Չէ, падգամավորներից մեկը ասում էր ավելի շուտ բանակ կգնան, ավելի շուտ կամուսնանան, ավելի շուտ երեխա կունենան, այդ 6 ամիսը կրճատելով։ Տղուն ուղարկեք, հորը բերեք տեղը բանում։ Բանուն ինչա, ծառայության օրինակի համար։ Մարդիկ կան, որոնք իրենց բիզնեսից կտրվում են, իրանք ընկնում են այդ երամսյա հավաքների օրենքի տրամաբանության մեջ են իրանք, որ պետքա գնան, բայց այդ մարդը բիզնես ունի։ Բայց այդ մարդուն, եթե դուք նույնիսկ 25 օրում, չէ, բիզնես տարբեր բիզնես բաներ կան։ Օրինակ լոգիստիկայի ոլորտից մասնակետին հանի 25 օր, այդ մի բանը ուղին փակվեց։ Ինքը չի կարա բանը ծառայության տեղից բան անի, ղեկավարի իր աշխատանքը։ Խոսքը մենակ տնօրենի մասին չի, խոսքը նաև մասնագետի մասին։ Չէ, ես ասում եմ պարտադիր ժամկետային ծառայողների մասին, որ կրճատում են, այդ առումով են ասում ավելի շուտ կգնան եւ իրենց գործերը ավելի շուտ կլինեն։ Ես գիտեմ, հա, լսել եմ դա, բայց մենակ այդ 6 ամսվա խնդիրը չի, դուք փաստացի ուրիշ կողմից նայեք։ Ինքը 25%-ով բանակը կրճատեց ու ես որ ասում եմ կան փաստաթղթեր, որոնց մասին մենք չգիտենք։ Դրանից կապիտուլյացիայի հոտ է փչում։ Այսինքն բանակը դու պիտի թույլատրես փաստացի 25, նայեք, եթե իրանք 6 ամսով կրճատում են, պայմանական եմ ասում, բանակը 50,000-ը, ինքը 25% տեղից կրճատում է, որտեղ ժամկետը կրճատում է։ Դա հիմնավորում է նրանով, որ երամսյա հավաքներով ինքը բերում է իրանց տեղը զինվոր, բայց այդ ինստիտուտը լիարժեք չի աշխատում։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր ասածը, որ դուք նկատի ունեք, որ դա արտաքին թելադրանքով է եւ հենց այդ արտաքին թելադրանքը մենք հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը ապառազմականություն պահանջում։ Այո, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իշխանությունների կողմից իրականացված ցանկացած քաղաքականություն, որը չի տեղավորվում ազգային մտածողություն, ազգային արժեհամակարգ ունեցող հայ քաղաքացու տրամաբանության մեջ, դա թելադրված է դրսից։ Սկսած բանակի առաջված կեղծ ռեֆորմներից մինչև եկեղեցու վրա հարձակում։ Ընդհանուր նաև սոցիալական քաղաքականություն ու բնակչության նկատմամբ սա ծաղրանքով վերաբերվում։ 60 քանի տարեկանից բիզնես դրեք, մենք էլ կորոշենք, թե դուք ձեր թոշակը եւ եկամուտները ոնց եք կառավարելու։ Մենք ձեզ կսովորացնենք դա անել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։